Բարև բարեկամներ։ Արցախյան երկարակեցության մասին բազմից է խոսվել եւ շատերն են փորձել բացահայտել նրա գաղտնիքը։ Այսօր մենք գտնվում ենք Մարտունու շրջանի Գիշի գյուղում եւ կհյուրընկալվենք վաստակաշատ ուսուցչուհի 96-ամյա Մարո Բաղդասարյանին ու կփորձենք նրա գրքերի աշխարհի գրադարանի հետ բացահայտել նաեւ նրա երկարակեցության գաղտնիքը։ Մարո Բաղդասարյան ծնվել է Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղում, հասարակ աշխատավոր գյուղացիներ Կոնստանտինի եւ Շուշանի բազմազավակ ընտանիքում։ Մանկուց խելացիությամբ եւ աշխատասիրությամբ առանձնացող Մարոն հաջողությամբ ավարտելով իր գյուղի միջնակարգ դպրոցը ընդունվել է այն ժամանակ Շուշիի նախկին ռեալական ուսումնարանի շենքում գործող մանկավարժական ուսումնարանը։ Վաստակաշատ ուսուցչուհի Մարո Բաղդասարյանն այսօր ապրում է այս հնաոճ փոքրիկ գյուղական տանը։ Մեր այցելությունը չնայած անսպասելի էր նրա համար, սակայն ամենևին էլ չշփոթեցրեց տասնամյակների մանկավարժական փորձ ունեցող կնոջը։ Գրքերի ու գրականության մասին նա միշտ էլ պատրաստ է հաճույքով խոսել։ Եսա 20 տարի է ես տորնը տեսնում չեմ կապելի, բայց հենիմ հələ ժողովուրդեն հիշողության մեջ, էլ շնորհավոր անգանում գյուրումում, շտեղ ցավակ ծուրանում գյուրումում, էլ ժողովուրդեն հետ շրջապատս, լող երևասատներին, լող լևեն, լող հենից հետ, Վերեզինսկի խոսալիշենից հետ, բայց լող կյամը սիրման, հարգման, հալանին ջուար, խոսքը երկու հետ ասել շտուար։ Առաջին բառից առաջին պահանջս են կատարած, սաղ թաղը երիտասարդներ, սաղ։ Այ ես գիտեմ, որ դուք Շուշիում եք սովորել, կարող եք հիշիկ այդ տարիները Շուշի։ Ես քեցալում Շուշի ադրբեջանացիք Շուշուա կես վառածել, կրակտորացել, կեսը, են հələ տոխը երինիս, բայց Են հունցալ էր, են չխեն կրացալնք, էլանդի են պայմաններում կեցալնք մին ննջարանում, մին տեղ կացալ, մին ննջարանում կացալ, մին դասարանում ստվերալ, շիշի ռեալնի շկոլներ էր, ռեալնի, ընդեղ էլ Ժանհարովյան հարուստուտներ էր, Ժանհարովսկի, Ժանհարյաններն էր, ընդհաստուներն էլ մեր հանրակացարաններ էր։ Վղտեն Ստեփանակերտը հələ այնքան ադət չլար հունցու Շուշին, էլի, Շուշին ավելի աշկին գատար, ավելի դենարել քան Ստեփանակերտը ետնանա մայրաքաղաքտերալ, ետնանա ադət հնգավ, առաջ Շուշին էր, առաջինը զարդանաշեն իմ դասավանդար, են չխեն շտեղ կրեցալու նղարկալուն, էլի, դենգի իմ դասավանդար, ետնան, Ռայկոնում գործարար որպես կանած բաժնի վարիչ, ետնան ռայսպարկոնում գործարար որպես կուլտուրայի բաժնի վարիչ, ընդանա ետեմ իրել պրտալում եկալ մեր գիշի, երորիշ կերչում կեցա, մեր գիշի մեր գյուղնում ասավ։ Աշագերները երևան պեն էքսկուրսային արկալ, ծնողներն թա ես նհտներ էմելեր թողալին կեցալն, Թաշե առանցից խշուկարանցը ծնողներ, թողալ շր իրանց, առանց ինձ իրանց խոխակե տարին էլի։
Խոսելով իր անձնական գրադարանի մասին, Մարո Բաղդասարյանը դժվարացավ հիշել, թե երբ է սկսել գրքեր հավաքել եւ թե որն էր իր առաջին գիրքը։ Երևի թե այն պատճառով, որ ինչքան իրեն հիշում է, գիրքը միշտ իր անբաժան ուղեկիցն էր։ Խոստովանեց նաեւ ինքը ոչ թե մտավորականի, այլ աշխատավոր գյուղացու ընտանիքում է ծնվել, սակայն միշտ էլ սիրել է գիրքն ու գրականությունը։ Մաքուր գյուղացու ընտանիք արել։ Իմ հեր մաքուր գյուղացի արել, աշխատասեր գյուղացի արել։ Հա, իմ արելնդի միջին կարողությունների տեղ իմ հեր գյուղում է ավելի նշանավոր մարդարել, քան իմ էր որպես կնեջիլի, իմ արելնդի միջին կարողությունների տեղ արել, բայց իմ հեր ուժեղ մարդարել, մաքուր գյուղացի մարդարել, ասալն բախշուս կոստին ասալն բախշուս կոստին, խոզը ավազ կշեպտ ծախմա, ծախալը մին գրավու տարբերություն չլել, հատա իմ ապերիտի բշուրեղավ մարդարել, գյուղացու, բայց մաքուր գյուղացու մարդ, գրագույություն պեն չլել։ Որտեղից ձեր մեջ այդ ընթերցանության հանդեպ սեր։ Սիրել եմ, ես գրադարանը գիրքը սիրել եմ, ես գիրքը սիրել եմ, հա։ Եվ չնայած խորհրդային տարիներին գյուղում ապրողի համար այնքան էլ հեշտ չէր պարբերաբար նոր գրքեր ձեռք բերել, սակայն Մարո Բաղդասարյանը շեշտում է, որ ցանկության դեպքում անհնար ոչինչ չկար։ Ինչը սրտուսոզալա հուվեր Երևանա քեցալ պիելում տվալ, հուվեր սեփարակետա քեցալ ես ելող եշում, բայց դա վեր գնացալում ինձ իտիկիրը հարկավար իտիկիրը պիելում տվալ, ֆղտոյալում պիելում, քարահատոր բացատարական բարանային պիելում տվալ, չորս հատորանոցուլի, հա, մեհենգենը խոխայուսիկիրը շատը, Էնն էլ է դպրոցում ընդունում, էնն շատ խոխծոծերք է, լող հայաստıq չի, էնն հատը էդ բարարանել էնն խոցոծերք են, դասակրքեր հինչու էր ծրագրում, դպրոցական ծրագրում է հինչու կա, հատը կյամ ընտանամ ես ասում պահում հինչանիմ, տանում իրանց հարա, շատեր են ասում պադարգայում, մին այլի ես բրդալանում հովագի դերական Ինչ եք մտածում, ձեզանից հետո ինչ կլինի այս գրքերի հետ, դուք ինչ-որ մեկին պլանավորում եք։ Թողներոնին, ծորներոնին, բաշիրյանին, կեսկեսյանին տանին, պահին տանին, կյան շնացոք հյուրու հետարքիրակյան տանին, կիրալի։ Դուք չեք պլանավորել, որ ինչ-որ մեկին կնվիրեք։ Չէ, թող լողջին հեղեն ազադինի, հուվեր ուզում է, հինչ ուզում է կյան։ Կոչումով մանկավարժ Մարո Բաղդասարյանը հպարտությամբ է խոսում հատկապես իր գրադարանում տեղ գտած մի քանի տասնյակ գրքերի մասին։ Դրանք իր աշակերտների հեղինակած եւ հենց հեղինակների կողմից իրենց սիրելի ուսուցչուհուն նվիրված գրքերն են։ Մենը հնգիդամ առաջելիլի առաջ Ռայկովի քարտուղարալ առաջ մեհեգերեն Կյամեն չունում անլի, դի մնավայան անգանչուվելի, կյամեն չունում ան, հա։ Լող պաշտոնատ արել, լող հեղենակավոր մարդիկ է, ես իմ աշակերտնեսն, հասե, իմ աշակերտնեսն իրանց հասե, սիրելի ուշչուհուց, ինքեր Բաղդասարյանին, հա, սա լող հասե ես մեր շկոլեն դիրեկտորն արել էլեադասատուվա ուսիչա։ Վերջը սալող հեղինակներ են նվիրել էլի, հեղինակներ են նվիրել կիվերնայինք։ Հա, ընկեր Բաղդասարյանին գիշին և գիշու դպրոցը հարազատ օջախ դարձրած հարսին ու հոմոտ ուսուցչուհուն, հարգանքներով Անտոնյան։ Ձեր աշակերտն է։ Իմ աշակերտը սա ետնանին դիրեկտորը սա տրալի, ետնան դիրեկտորը, հա։ Ես լասա իրան գիրնա, կիրալ է, ինձ նվիրել էլի։ Մեր հեղինակը նվիրի, տանա կարևոր կա, հեղինական կարևոր կա, հեղինակներն, իրանց հեղինակներն նվիրել։
Մարո Բաղդասարյանի գրեթե մեկդարյա կենսագրությունը հարուստ է ոչ միայն տարիքի բեռով, այլև առավելապես այն հնչեղ անուններով, ում կրթել ու դաստիարակել է վաստակաշատ ուսուցչուհին, եւ ովքեր այսօր հպարտությունն են ոչ միայն հայրենի գյուղի, այլև մերօրյա արցախյան իրականության։ Պատմաբան Վահրամ Բալայանը նույնպես Մարո Բաղդասարյանի սաներից է, իսկ նրա հեղինակած Արցախի պատմությունը գիրքն էլ այսօր իր 96-ամյա ուսուցչուհու սեղանի գրքերից մեկն է։ Ուստի առիթը օգտագործելով գրքին ոչ ծանոթ հեռուստադիտողներին ներկայացնեմ այն։ Արցախի պատմությունը հնադարից մինչև մեր օրերը։ Գիրքը լույս է տեսել 2002 թվականին։ Գիրքը անփոխարինելի ձեռնարկ ու սեղանի գիրք կարող է լինել Արցախի պատմությամբ հետաքրքրվողների, հատկապես տվյալ մասնագիտությամբ դասախոսների եւ ուսանողների համար։ Աղբյուրագիտական հարուստ նյութերի հիման վրա ու հեղինակի տարիներով կատարած ուսումնասիրությունների արդյունքում այստեղ ներկայացվում է հայոց արևելից նահանգների, Արցախի, ինչպես նաև ուտիքի քաղաքական, սոցիալ-տնտեսական ու մշակութային կյանքը։ Գրքում ամբողջացված է մեծածավալ հայագիտական նյութ, ներկայացված է 5000-ամյա պատմական ճանապարհ անցած Հայաստանի Արցախ աշխարհը, ինչպես պատմագիտական ու քաղաքագիտական, այնպես էլ աշխարհագրական, ռազմագիտական ու մշակութաբանական զարգացումներով։ Հայ ժողովրդի ամբողջ գոյության ընթացքում օտար նվաճողների դեմ մղված պայքարում մեծ է նաև Արցախ աշխարհի ավանդը։ Հայաստանի այս երկրամասի պատմական բոլոր զարգացումների ու անկումների մասին հայոց պատմության ցանկացած ժամանակահատվածում կարելի է իմանալ այս աշխատության օգնությամբ։ Կարևոր եմ համարում առանձնացնել Վահրամ Բալայանի աշխատության Արցախի նորագույն պատմությանը նվիրված էջերը, որտեղ հեղինակը բարեխղճորեն եւ մանրակրկիտ հավաքելով աղբյուրագիտական ու փաստական նյութերը մանրամասնորեն ներկայացրել է Արցախի հերոսական ազատամարտն ու նրան հաջորդած ազգային զարթոնքի լուսաբանումը։ Ուշագրավ են աշխատության վերջում հետևյալ լավատեսական տողերը։ Արցախցու անխորտակ նավը անցնելով Խռովահույս օվկիանոսը, մաքարելով չարի ու բարության դեմ հասավ 21-րդ դարի Ալեկոծ նավահանգիստը։ Դա հանգրվան է նոր հորիզոններ բացելու համար։ Նորօրյա պետականության ստեղծման ճանապարհին հաղթահարելով տեսանելի եւ անտեսանելի խութերը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն արդարացի պահանջատիրությամբ, կենսահաստատ, համառ ու անկոտրում դիրքորոշմամբ աշխարհի հզորներից պահանջում է հարգանքով ու ըմբռնումով մոտենալ իր դատին ու պահանջատիրությանը։ Այսօր Արցախցին իր խաղաղ ստեղծագործ աշխատանքով փորձում է անմասն չմնալ համամարտկային արժեքներից, իրեն զգալով երկրագնդի համակեցության անբաժանելի մասնիկ։ Մարո Բաղդասարյանը նույնիսկ այսօր իր կյանքի 96-րդ տարում չի պատկերացնում իր առօրյան առանց գրքերի ու ընթերցանության։ Միևնույն ժամանակ ափսոսանք է զգում, որ մեր երիտասարդներն այսօր անհամեմատ քիչ են սկսել գիրք կարդալ եւ հեռացել են գրքերից։ Ասում է, իրենց ժամանակ ինֆորմացիայի, գիտելիքների միակ աղբյուրը գիրքն էր։ Ես տելևիզորը, կարդալին բերել կթալն էլի արդեն։ Ստանում Հինչ հարկավեր է տելևիզորը ստկանում են, հինչ հարկավեր է կինոները, հասե այս կյանքը արդեն էլ չի, առաջ մինակ ընթերցանությունն ալել, առաջ կուլտուրայի մշակույթին գրականության հետ կապը մինակ գրականությունն է։ Մեր կինոն եդամ տելևիզորն հատի, թողում չն տահանք, հինչ նստած երկարթից են տելևիզորը եշում, տահանք մինտեսակ կարդիլին պենը կթալն էլի, էլեն չի, էլեն արաշվարաչ։ Բայց հուր կա էլ կարդն ալի, օրինակ հասայից հեղենյակնեն վեր կարդաշչինին, կարին կիրկիրին էլի, հատետի, էլը հենն հատե գրողն եկան, մեր շնյաց հետոց կանը գրող կա։ Էլը հենն մեր շնյաց ես օրիշ տեղախմար չոնի, բայց մեր շնյաց էլը հենն գրքային գրականության հետ կապված էլի։ Ասում են մանկավարժ լինելը կոչում է ոչ թե մասնագիտություն։ Դրանում համոզվեցի, երբ իմացա, որ մեր ծրագրի հերոսուհին չնայած պատկառելի տարիքին, այսօր էլ հաճախ է գյուղի դպրոցականներին օգնում դասերը պատրաստել կամ շարադրություններ կրել։ Մարո Բաղդասարյանը կամ ինչպես համագյուղացիներն են դիմում, Մարո տատիկը այդ ընթացքում երբեք առիթը բաց չի թողնում նաև բանաստեղծություններ արտասանելու աշակերտների համար։ Խոստովանում է, այս ձևով փորձում է երեխաներին ծանոթացնել հայ գրականությանն ու հայ մեծերին, նաև կապել նրանց գրքերի հետ։ Մեզ համար էլ արտասանեց իր սիրելի հեղինակի Պարուշ Սևակի ամենասիրելի գործերից։ Ձերքերը, ինչեր ասես, որ չեն արել այս ձերքերը։
Պսակվել ես ոնց եմ պարել ես դերքերը, իշնազանքով, երազանքով, եկեք ուրեմը վարդուաբար համբուրեի հազերքերը, մեզ աշխարում ծնած, մեզ աշխարում պահած, մեզ աշխարում մեզնից երբեք չկշտացած որ դերքերը, սևակը պաշտամն կսա, հունցու սուրբ պաշտուն, են աննականը տղեք նող բարուր սևակը լի, հա։ Բարուր սևակը ամեն բարը մեն նախադաշտունը, իմաստոնը էլի, իրան ամեն բարը, ամեն նախադաշտունը, մեն լավ բովանդակությունը, մեն լավ իմաստոնը էլի, տա հետ է իրան շատում սիրիմ։ 1959 թվականին Մարո Բաղդասարյանն արդեն հայոց լեզվի եւ գրականության փորձառու ուսուցչուհի էր եւ աշխատում էր Գիշի գյուղի միջնակարգ դպրոցում։ Նա այսօրվա պես հիշում է, երբ հայտնույն թվականին իր հասակակից, բայց արդեն ճանաչված բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանն առաջին անգամ այցելեց Արցախ, որն արդեն տասնամյակներ շարունակ արհեստականորեն կտրված էր Մայր Հայաստանից։ Եվ իրեն որպես առաջնակարգ մասնագետի վստահեցին բանաստեղծուհուն շրջանում ուղեկցելու պատասխանատու գործը։ Սիլվա Կապուտիկյանը եկավ մեր շենը։ Ես ու մեր դիրեկտորը, Ջավադյան Հովհաննեսն էր, մեր շկոլեն դիրեկտորը։ Տարալանք Սիլվա Կապուտիկյանը թոթոտ է բղերալի, տարալանք շոդոտինք։ Ստարավքինիս, ստարավքինիս, վերենք հծա։ Ասալ վատ կացեք քինի մրտանան ստիմին դոշակ բիրիմ, հանցուն Սիլվա Կապուտիկյանն դղնստայելի, եկալն դոշակը տարալ, են ավելի լավալալ, են ստիչլերելի, են ավելի լավալալ, շտի եշալատ հա, ոյ հայ կնոջ ստեղտագործություն, հայ կնոջ ասում ձերքի գործելի ստեղտագործություն, ասալում քեզ տուն է եկալ, երկալելի, քեզ են ավելի լավալալ, ավելի եղալ, ասալում քեզ նվիրում էլի երկալ, ասալում երկալ, մոտովեկն ամեն նստայից, մոտովեկը տեղափոխվեց Ղարաբաղ, վեր ասալում մոտովի, ասում Հայաստանից դուրս ոնց եք անառատ պահել հայոց լեզուն, մոտովին գդված հալյանիրակ Հայաստան թելագյուջը մոտովին ինչա, ոնց եք անառատ պահել հայոց լեզուն, մեր բարբարը կան գեղեցիկ լավ բովանդակալից հայ գրական լեզուն ստիոներ գրական հա եշալ հա մեր բարբարը մեն բարամ ասալ կարելուս ձեր լեզուվավը ստլետա բարը ասը յուրամարժեքը ունենալի ստլետան հա մտածալ հա իսկապես ասում Սլետա բարը գրականոն էր չլե հա Համել ես սիրեմ, Սիլվա Կապուտիկյանն էլ ալերգիդեմ, թափարում ենք փողոցներում, ես քո սիրով դու ուրիշի, այրվում ենք հրդեհներում, ես քո հրով դու ուրիշի, կարոտում ենք, խնդում, տխրում, ես քո խոսքով դու ուրիշի, սուզվում քաղցր երազներում, ես քո տեսքով դու ուրիշի 20-րդ դարի հայ բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանը հիրավի համարվում է հայոց բանաստեղծության մայրը, քույրը, դուստրը, իր խոհուն ու սրամիտ խոսքով, կյանքի ամեն մի երևույթ իր անունով կոչելու համարձակությամբ, մարդասիրությամբ, իր հզոր ու անմնացորդ հայրենասիրությամբ։ Նա ապրել է ստեղծագործական հարուստ ու տևական կյանք եւ ավելի քան 70 տարի մուսաների հովանավորությամբ իր գրիչը ծառայեցրել է իր ժողովրդին։ Նորագույն շրջանի հայ գրականության մեջ Կապուտիկյանը եղավ Սփյուռքի թեման արծարծելու առաջնամարտիկը, լինելով բազմաթիվ հայկական գաղթօջախներում, ծանոթանալով այնտեղի կյանքին ու մարդկանց, նրանց էլ սովորեցրեց հայրենիքի ճամփան ու սեր ներարկեց իրենց միակ հայրենիքի Հայաստանի նկատմամբ։ Սիլվա Կապուտիկյանը նաև մեծ հաղորդակից դարձրեց Սփյուռքի հոգսերին, տվայտանքներին, նրան աջակից լինելու բարձր առաքելությանը։ Այդ ժամանակ է, որ ծնվեցին Կապուտիկյանի լայնածավալ արձակ էջերը, Սփյուռքապատումը, մեծագույն ավանդ բերելով հայրենիք Սփյուռք օրավուր ամրապնդվող կապերին։
Եվ պատահական չէ, որ դեռ 1944-ից իր եւ մեր գրականության ամենասքանչելի գործերից մեկը խոսքին որդուն պատկան բանաստեղծությունը դարձավ ոչ միայն Հայաստանի, այլև Սփյուռքի նորօրյա աղոթքը, որն իրենով պորտալարի նման մեկ անգամ եւս Սփյուռքը կապեց իր մայր լեզվին, իր հայրենիքին։ Լսիր, որդիս, պատկան որպես սիրող կոմոր խոսքը սրդանց, այսօրվանից հանցնում եմ քեզ հայոց լեզուն հազարականց, ու տես, որդիս, ուր էլ լինես, այս լույսնի տակ ուր էլ գնաս, թե մորդ անգամ մտքիդ հանես, քո մայր լեզուն չմոռանաս։ 1988 թվականին դժվարին ժամանակներ էին Հայաստանի համար, լուծվում էր մեր երկրի ինքնորոշման հարցը, օրակարգում էր Ղարաբաղյան հարցը։ Կապուտիկյանը այդ օրերին շարժման առաջավորներից մեկն էր, սակայն պետք է նշել, որ Կապուտիկյանի այսպես ասած Ղարաբաղյան գործունեությունը սկսվել էր դեռևս 1959 թվականից, երբ բանաստեղծուհին առաջին անգամ այցելեց Արցախ եւ այնտեղից վերադառնալով բազում նամակներ, դիմում բողոքներ գրեց Խորհրդային Միության բարձրագույն ղեկավարությանը, Ադրբեջանի գիտությունների ակադեմիայի նախագահին, պահանջելով Ղարաբաղում համապատասխան տնտեսական բարեփոխումներ։ Սիլվա Կապուտիկյանի պոեզիայի հերոսը հայ կինն է նաև։ Կապուտիկյանի բանաստեղծությունների հերոսուհիները կանայք են, որոնց մեջ նիրհում են եւ Լիլիթն ու Կլեոպատրան, եւ հայ հավատավոր կանայք ու հարսները, նրանց սերն ու հոգու տառապանքը, հոգեվոր ապրումներն ու հպարտ արժանապատիվ գոյությունը։ Միայն իսկական զգացմունքը կարող է մղել հերոսին կարոտի պահին ասելու. թեկուզ ուրիշ գրկից, միայն արի, արի։ Եվ ապա հաջորդ պահին արժանապատվության դասեր տալ։ Սովորեցրու ինձ, Աննա, գնացքի տակ նետվել, բայց չնետվել երբեք ոտքերի մոտ։ Ընդհանրապես անհամեմատ ուժեղ են Սիլվա Կապուտիկյանի սիրային բանաստեղծությունները, որոնցում տրոփում է մի սիրող, փարող, հավատող սիրտ։ Եվ նույնիսկ բազում անգամ խաբված, վիրավորված ու վերքերից սպիացած լինելով արդեն այն բնորոշում է բացառիկ ազնիվ հայ աղջիկների կանանց սիրո բարձր որակը։ Սիլվա Կապուտիկյանը խորհրդային Հայաստանի ժամանակակիցը եղավ եւ տարեգիրը։ Նա իր ստեղծագործություններով նվաճեց ոչ միայն փոքր հայրենիքի մեծ սերը, այլև դարձավ խորհրդային միության միլիոնավոր ընթերցողների սիրելին։ Իսկ այդ մեծ կայսրության փլուզման նախաշեմին հռչակվեց կենթանի դասական։ Անչափ հարազատ էր Սիլվա Կապուտիկյանը իր ժողովրդի համար եւ իմաստուն իր առօրյա զրույցներում, կյանքում, հանդիպումներում, անչափ բարի, հասնող, բայց եւ սթափ, արդարամիտ, ազնիվ ու համարձակ։ Նա կյանքից հեռացավ, հարստացնելով մեր մեծերի պանթեոնը, գնաց դեպի հավերժություն, իր ժողովրդի դժվար կյանքի, ճակատագրի մտահոգություններով ու հավատի երազներով։ Մարո Բաղդասարյանի հետ իմ հանդիպման հենց առաջին պահից բազմաթիվ զարմանքի ու հիացմունքի պահեր ապրեցի, սակայն այդ ամենը կրկնապատկվեց, երբ իմացա, որ նա այս տարիքում էլ ամեն օր գիրք է կարդում, իսկ մեր հանդիպման ժամանակ նա համաշխարհային մեծերից Շեքսպիրի Համլետն էր վերընթերցում։ Հնգերում ստահանքան, ես օրապտահım ջվարչում տստım, հնգերում զրույց, հնգերում գերերն, տահանցավարım բավարարım, elpençika. Etmek lüksüyle karava testak ein haben de hasestere staklos lüksüyle nakat. Beğendim Shakespeare kritis. Beğendim suveli Hamlet'in mehetekar tazmı, Hamlet'in mehetekar tilap karışız. Bedet bahis. Men nuraydım Hamlet kritis. Ve en şeneli Nengutume kadar beneli ve akbolu spane hindidam yapman kana gidiyorum meni hala en şehir nengutume naveli şatalar kabeheli behken kan bençeli enim hasa hamledim kartım asma mart karoga yevzuktal yevsrikalинel Չնայած իր պատկառելի տարիքին Մարո Բաղդասարյանի միտքն այսօր էլ զարմանալիորեն պարզ ու հստակ է, իսկ հոգին անսահման եռանդով լեցուն։ Գաղտնիքը թերևս մեկն է, սերունդներ կրթելով ու դաստիարակելով նա յուրաքանչյուրին գիտելիքների հետ միասին իր հոգու մի մասնիկն է նվիրել, իսկ փոխարենը նրանց սերը, հարգանքը, նվիրումն է ձեռք բերել։ Սա էլ երևի թե նրան ապրելու ուժ ու կորով է տալիս։ Եվ կարողացան գաղտնիքն է, լողջու լավավր խաթալում Pisartı xırvalım, veşmenin naxandalçum, veşmenin çılgıksını het, sasını hunsuya lokşunu het havasar aparalım. Hatta il karakter tuharız kartırka inele.
Երբ զրույցի վերջում խնդրեցի վաստակաշատ ուսուցչուհուն իր եզրափակիչ խոսքն ասել, նա առաջարկեց վերջաբանի փոխարեն արտասանել, ինչպես ինքը բնութագրեց սիրո մասին աշխարհի լավագույն ստեղծագործությունը։ Դու 2 տար, դու հասարակ մի դերանում, բայց ընդհանրապես այդ քո 2 տարով այդ բրանդակ աշխարհին իսկ դեր ես անում։ Դու 2 տար, ու ես գարնան հողի նման քո կենսատու ջերմությանն եմ դերանում։ Դու 2 տար, ու ես երջանկության հանն եմ զգում իմ բերանում, անջատումին եմ բերանում և թերանում եմ կատարել հրամանը տավատանքի։ Դու 2 տար, ու ես անգին ինձանից ինքս վերանում, փշիացած հերոսների և ծնվելիք հանճարների դասակին եմ ընկերանում։ Դու 2 տար, ու երբ հանկարծ թողնում ես ինձ ու հեռանում, լքված տանտես ճեղք եմ տալիս, ծեփս թափում, անտերանում և կսկիծս հեսի նման բուն է դնում իմ սեղանում և սեղանին։ Դու 2 տար, դու հասարակ մի դերանում։ Այսօր ծանոթանալով և շփվելով պատկառելի տարիքով, սակայն հոգով երիտասարդ վաստակաշատ ուսուցչուհի Մարո Բաղդասարյանի հետ ակամայից մտածեցի, որ նրա երկարակեցության գաղտնիքը նրա կրթած ու դաստիարակած սերունդներն են, որոնց նա իր տված գիտելիքների հետ նաև իր հոգու կրակն է փոխանցել, և զարմանալիորեն նրա այդ կրակը ոչ թե մարել, այլ ավելի է մեծացել։ Մնացեք բարով։